Տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկումների արդյունքում վարչությունը որոշել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր ըմբակցությանն առաջարկել, որ Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները հրապարակել են TRIP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ընդունում են, որ TRIP-ի հաջողությունը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից, Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել, անդրադառնալով Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին եւ իշխանությունների գործողություններին։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն, օգնությունը ճանապարհին է գրել է Թրամփը։ Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի մասին, նշել, որ այն նախատեսվում է հաստատել մինչև փետրվարի վերջ։ Մենք աջակցում ենք Ուկրաինային եւ ավելացնում ծախսերը Ռուսաստանի համար, շեշտել է Կալասը։